Երևանի կենտրոնում պատմական վերջին հատվածներից Ֆիրդուսի թաղամասը գրեթե ամբողջովին վերածվել է շինհրապարակի։ Ժամանակին ավելի քան 400 տուն ունեցող թաղամասում հիմա միայն մի քանի տներ են մնացել կանգուն կղզյակների պես։ Սակայն նրանց ճակատագիրն էլ արդեն կարծես ժամանակի հարց է։ Բոլորը այսպես քանդված է, նայեք մի հատ բնակարան ստեղ մնում, 4 կողմը տուն չկա։ Ռաֆայել Սաֆարյանի տունը հանրապետության նրբանցքում կանգուն մնացած եզակի շենքերից է։ Սա հակաօրինական է շինարարությունը։ Պետք է լոտը մաքրվի, նոր շինարարություն անեն, դա սպիտակով, սևով գրած է, փաստաթուղթը կնիքը դրած է վրան։ Բայց հիմա դուք նայում եք, որ դեռ բնակիչները ապրում են, շինարարությունը գնում է։ Հանրապետության նրբանցքում գտնվող իրենց ավելի քան 800 քառակուսի մետր հողի մոտ 450 քառակուսի մետր տան եւ 390 քառակուսի մետր ինքնակամ շինության համար ի սկզբանե շատ փոքր փոխհատուցում էր առաջարկվել։ Դա ես չեմ պատրաստվում նվեր տալու։ Մանավանդ կառավարությանը, եթե ինչ-որ մի հատ բանալներ, չգիտեմ, գերակաշահը, ըստ չգիտեմ ինչեր լիներ, այրոպորտ սարքեին, կայարաններ սարքեին բանանը, հասկանալի կներ, բայց էսի գերակաշահ չկա։ Առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկել են ավելի բարձր ատյաններում, հիմա նոր քննություն է գնում, որը դեռ չի ավարտվել։ Սաֆարյանն անհամաչափ է համարում նաև հետագայում հանդիպումների ժամանակ իրենց բանավոր արված առաջարկները։ Ասում է $1800 կառավարությունն է տալի, 1200-ը մենք նվեր ենք տալ, էլի։ Ես նվեր չեմ ուզում։ Ինչ որ իմ հասանելիքն է, չէ՞։ Հիմա դուք ինձ տալիս ես $3000, որ ես ապրում եմ, չէ՞։ Կապիտալ տուն ապրում եմ, որը փաստաթղթերը կա։ Այսինքն ես պետք է $1200 դնեմ գամքու զրոյական տուն առնեմ, $1000 էլ դնեմ, որ կարողանամ ես իմ կենցաղը ապահովեմ։ Եվ ոնց կլինի թենց բան։ Նվեր տամ ձեզ թողեմ գնամ, եթե իրոք գերակաշահի օրենքները դա է պահանջում։ Իսկ եթե գերակաշահի օրենքը պահանջում է, որ տված անդը շուկայական գին պլյուս 15% դուք պետք է հատուցեք, ինձ հատուցեք։ Ավել բան եմ ասում։ Ու թեև դատական գործընթացները շարունակվում են, Սաֆարյանը մտավախություն ունի, որ իր տունն էլ գուցե առաջիկայում սկսեն քանդել։ Մինչ իրենց դատերը ձգձգվում են, ասում է կառուցապատողներն իրենք են քանդման պահանջով դատարան մտնում եւ արագ անցնում գործի։ Ես գիտեմ, որ օրենքը դա է, ամբողջ աշխարհում մեկ։ Ոչ թե մի հատ հայցը դատարանը հենց մի անգամից չակուճը խփում է, առավոտը լույսը չբացված գանետի ի կատարած է։ Հարմօրինակն աչքի առաջ է, հարևանի տունը վերջերս են քանդել։ Ես տանը քնած, լսեցի մի հատ աղմուկ, որ կռանը խփում է իմ պատը քանդում է։ Ես դատական վճիռ ունեմ, ասի, ես ընթացքը դեռ գնում է, դուք ինչ իրավունք ունեք, ասի, ինձ գաք առանց զգուշացնել հանեք։ Ես շարունակում եմ դատավարությունը, կամ զգուշացրեք, կամ ինձ օր տվեք։ Հա, ասում եմ մենք 2 անգամ եկել ենք ոստիկանություն, դու տանը չես եղել։ Ինձ իմ բակի ապրող գրանցված անձին նա էլ միայնակին էր, միայնակ թոշակառու, ոչ մեկ չունի։ Ասեց ինձ օր տվեք գոնե, ասեց ապրանքներս հանեմ։ Ոչ մի օր չտվեցին, բանվորներին վերցրեցին, վեշերը հանեցին, նստացրեցին անձրևի տակ, հետո էլ հանեցին, շպրտեցին վառոդներից դուրս։ Նախկինում ծառերով ու բակով տանտեղում հիմա միայն մի փոքրիկ պատարակ է մնացել։ Համատարած շինհրապարակի մեջտեղում պահպանված ծառը հիմա ծաղկում է, բայց դրա պտուղները արդեն դժվար թե որևէ մեկը վայելի։ Ուրեմն մեր տանտեղը համ գետնի տակն են վաճառում, համ վրան են վաճառում, համ խանութներն են վաճառում, ու մեզ չեն ուզում, ու մեզ ասում են շատ եք ուզում, միլիոններ եք ուզում, իրանք որ միլիարդներ են վաճառում, իրանցը չի երևում։ Մեզ էլ ասում են ինչ եք ուզում, տալիս ենք էլի, քիչ է, քիչ է, ինչքան էլ տան, մեզ ոչ էլ փող էր պետք։ Վերջին օրերին կար նաև ահազանգ, որ Ֆիրդուսի թաղամասում քանդման աշխատանքների ժամանակ հողի տակ աղյուսից պատի մի շերտ է բացվել։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցներն այցելել էին, շինարարությունը որոշ ժամանակով դադարեցվել էր ուսումնասիրության համար, բայց պարզվել էր, որ հայտնաբերված պատը պատմական նշանակություն չունի եւ այդ հատվածը եւս քանդվել է։ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը, որ արդեն 2 տասնամյակ պայքարում է Երևանի հին թաղամասերը պատմական ժառանգությունը փրկելու համար, ասում է, իրականում ի սկզբանե խնդիր չի դրվել արժեքավոր պատմամշակութային շերտերը պահպանելու։ Իրանք ի սկզբանե ճանապարհով չեն գնացել, իրանք սա տեսել են որպես կառուցապատման տարածք, քառակուսի մետր եւ գումար, ուրիշ ոչինչ։ Չի կարելի դա քանդել, դա հուշարձան է, դա պատմական շենք է, ինչ եք անում։ Տարիներ առաջ Իզաբելլա Սարգսյանը քաղաքի պատմամշակութային ժառանգության համար մտահոգ այլ քաղաքացիների հետ պայքարում էր հանրապետության նրբանցքում կանգուն մնացած աղյուսեր շենքը պահելու համար, սակայն այդ շենքն էլ ի վերջո հողին հավասարեցվեց։ Թե հնագիտական ու պատմական արժեք ներկայացնող ինչ շերտեր կարող էին լինել Ֆիրդուսի թաղամասի տակ, այժմ արդեն չի իմացվի, բայց ամենամեծ պատմամշակութային ժառանգությունը հենց թաղամասներ ինքնին, որն այլևս չկա։ Դա հնարավոր չի ոչ վերականգնել, ոչ նորից կառուցել, այդ մարդիկ էլ չկան, համայնքը այստեղ ապրող էլ չկա, պատմությունը չկա, հիշողությունը տեղի գոյություն չունի, ճիշտ նույն բանը տեղի ունեցավ Ֆիրդուսում արդեն ոչ այդքան նոր, բայց այս իշխանությունների օրոք եւ դա կարեւոր է ֆիքսել, որ նույն ձեռագիրն է, նույն ոճը եւ անգամ սիմվոլիկ է, որ կառուցապատում են նույն ձևով եւ ճարտարապետը այդ նույն Նարեկ Սարգսյանն է, որը այս ամեն ինչի հեղինակն է։ Իզաբելլա Սարգսյանի հետ հարցազրույցի համար հանդիպել ենք Երևանի կենտրոնի մեկ այլ հին թաղամասի տեղում կառուցված Հյուսիսային պողոտայում, որի բնակիչներին իրավունքների աղաղակող խախտումներով 2000-ականներին պետության գերակաշահի անվան տակ վտարեցին իրենց տներից։ Հին Երևանյան կանաչ բակերով թաղամասը պատվեց բարձրահարկերով, իսկ Հայաստանի անունը հայտնվեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներում։ Պայքարի տարիները ցույց են տալիս, որ փորձել պետք է միշտ, ընկրկել չի կարելի երբեք, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ մեծ գումարների, կոռուպցիոն տարբեր ռիսկերի, կառուցապատողների շահերի, որոնք համընկնում են իշխանությունների շահերին, դրա դեմ պայքարելու համար շատ մեծ հանրային մոբիլիզացիա եւ կոնսոլիդացիա է պետք։ 2000-ականներին քանդված Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ իր տան ու իր թաղամասի համար պայքարի ընթացքում պետական կարիքների զոհեր հասարակական կազմակերպությունը հիմնադրած Սեդրակ Բաղդասարյանն ասում է, իրենք ակնկալիքներ ունեին, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո կփոխվի մոտեցումը, թե Երևանի ժառանգության, թե հանրային կամ պետական գերակաշահ երևույթի նկատմամբ ու պատասխանատվության կկանչվեն իրավախախտումներ թույլ տվածները։ Տեղի ունեցածը կստանա քաղաքական գնահատական, սակայն նման բան տեղի չունեցավ։ Սկզբում ճիշտ է, մենք շատ ոգևորված հավաքեցին, լսումներ արեցին, ազգային ժողովի նախագահան խոստացավ, որ այս բոլոր երևույթները կողակի դատախազություն ուրա։ Եվ վատը նա է, որ այս իշխանությունները չտվեցին ոչ քաղաքական գնահատական, ոչ էլ ուզեցան քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնեն։ Ու հիմա էլ, ինչպես 2000-ականներին, սկզբունքորեն հասկանալի չէ, թե ինչու է պետությունը դարձյալ միջամտում, որ Երևանի կենտրոնում սեփականության վերաբաշխում տեղի ունենա։ 2000 թվականից այդ ամեն ինչ որ սկսվել է, գերականային շահ, բացառիկ գերակաշահ, պետական կարիք եւ այլն, իմաստը մեկն էր, քաղաքացու սեփականությունը խլել։ Սա էր։ Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի տարբեր տարածքների բնակիչները ապահովագրված չեն իրանց սեփականությունից զրկվելուց։ Ու շատ կարևորը նա է մեկ էլ մեր կառավարությունը իդեմս քաղաքապետարանի չի մտածում քաղաքի զարգացման համար։ Եթե մտածեր, չէր կարելի քաղաքի կենտրոնում այդպիսի բարձր շենքեր կառուցել, իսկ ճանապարհները պահել նույնը։ Կառավարությունը իր 2018 թվականի որոշման մեջ նշում է, որ Ֆիրդուսի թաղամասում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ Երևանի կենտրոնից կվերանա առկա խառը անկանոն կառուցապատումը, տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով, այնտեղ կստեղծվի ճարտարապետական մեկ համալիր, նոր բնակարանային ֆոնդով եւ ենթակառուցվածքներով։ Բացի այդ, ըստ կառավարության տարածքում նախկինում արդեն իսկ մասնակիորեն կատարվել էին սեփականության օտարման աշխատանքներ։